Առավել ևս եկեղեցին պետք է տեր կանգնի, պետք է ինչ-որ առումով ուղղորդի, այսօր բավականին վարկանիշ ունի եւ ոչ ոք եկեղեցի նման վարկանիշ չունի։ Այսօր պետք է կարողանա ինքը ինչ-որտեղ տեր կանգնել, ուղեկցել եւ ժողովրդին իսկապես հիմա չգիտեմ զանգերը ղողանջելով կլինի, չգիտեմ ինչով կլինի, որտեղ քիչ առաջ ասացիք, ինչ-որ մի եսիմ ով գնում է եկեղեցուն հայոյանք է տալիս, ասում ես լավ, այնտեղ մեկը չկար ակաժները կտրել այդ տղու, գնացել ես քեզ ինչի տեղ ես դրել, այսքանը կասեմ։ Ես ամբողջությամբ կիսում եմ պարոն Հակոբյանի կարծիքը, որ նաև հավելում այն, այսինքն կիսում եմ նաև այն մասով, որ այդ պայքարը արշավը եկեղեցու դեմ սկսել է ադրբեջանական պահանջներից հետո, այսինքն եթե իրան եկեղեցու վերաբերյալ ինչ-որ բաներ էր հետաքրում, ինչ-որ հարցադրումներ ուներ, որ ինքը ամենօրյա ռեժիմով գրառում անում, ինչի ասենք դա չէր անում 6 ամիս առաջ։ Ինչի դա չէր անում անցած տարի, անում է հիմա։ Ժամանակագրորեն որ նայում ես, պարզ է դառնում, թուրքերեն դից պահանջները դրել են, սա էլ թիրախավորված հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Այսինքն, եթե ինքը տենց ազնիվ մոտեցում